Բարի եւ օրհնված օր եմ մաղթում բոլորիդ սիրելիներս։ Այսօր քեզ հարց ունեմ տալու։ Ում վրա է քո հույսը դրված։ Ու այս հարցի պատասխանից կախված է դու փոթորիկում հաղթանակած դուրս կգաս, թե կկործանվես։ Մի բան մտածիր։ Ինչ կանես, եթե քեզանից գնա այն մարդը, ում դու ամենաշատն ես ամեն հարցի մեջ վստահել։ Դու կմնաս դրանից հետո կանգուն։ Կամ եթե կորցնես աշխատանքդ, կորցնես գումարը, կորցնես հեղինակությունդ կամ առհասարակ այն ամենը, ինչի վրա դու հիմնված ես եղել։ Դու կկորցնես խաղաղությունդ, դա ամեն բան կփլվի քո ներսում։ Գիտես, դժվար իրավիճակներն ու ճգնաժամը երբեք չի ստեղծում մեր հավատը, այլ հակառակը, այն բացահայտում է, թե ում վրա է դրված մեր հույսը։ Բոլորն էլ այսօր ասում են, որ ես վստահում եմ Աստծուն, բայց ամենաառաջին դժվարության ժամանակ խուճապի են մատնվում։ Գիտես ինչի համար, որովհետև նրանք միշտ իրենց հույսը դրել են կողքի մարդկանց, հարազատների, հասարակության կամ հենց իրենց սեփական անձի վրա։ Եվ դրա համար էլ Աստված մեր կյանքում թույլ է տալիս անապատներ ոչ թե ինձ ու քեզ կործանելու համար, այլ կոտրելու այն կեղծ հենարանները եւ սովորեցնելու, որ մեր հույսը դնենք միմիայն կենթանի Աստծո վրա։ Ու իմացիր, որ անապատը ոչ թե պատիժ է, այլ անապատը այն վայրն է, որտեղ Աստված մեզանից հեռացնում է այն ամենը, ինչին մենք չափից շատ ենք ապավինել։ Եվ սովորեցնի, որ եթե մենք ունենք Աստված, ուրեմն մենք ունենք հաղթելու ամեն միջոցները։ Հենց անապատում Իսրայելը սովորեց, որ հացը ոչ միայն դաշտից է գալիս, այլ Աստծուց է գալիս։ Հենց անապատում ժայռից ջուր բխեց, եւ հենց անապատում ամպի եւ կրակի սյունը ցույց տվեցին, որ Աստված երբեք չի թողնում իր ժողովրդին, եթե նույնիսկ շուրջ բոլորը դատարկություն է։ Գուցե դու անցնում ես հիմա անապատի միջով, ես քեզ հուսադրեմ, որ ես էլ եմ անցել անապատի միջով ու հիմա էլ եմ անցնում իմ անապատը, բայց ուզում եմ քեզ հիշեցնել, որ եթե քո աղոթքներիդ, քո լուռ արցունքներիդ ու ամեն տեսակ կանչերիդ մեջ, եթե քեզ տվա, որ Աստված լռում է, ասեմ քեզ, որ Աստված չի լռում, Աստված ամենաշատը աշխատում է այն ժամանակ, երբ որ մեր աղոթքները մեզ թվում է, թե չի պատասխանում։ Ինձ ու քեզ թվում է, թե Աստված բացակա է, բայց Աստված ներկա է նույնիսկ անտես լռության մեջ։ Երեմիա 17:7 խոսք։ Խնդրում եմ այս խոսքը միշտ հիշես, որ օրհնյալ է այն մարդը, որի հույսը եւ ապավենը միմիայն Տերն է։ Եթե քո հույսը այսօր մարդկանց վրա է, մարդկանց հետ էլ այդ հույսդ մի օր փլվելու է։ Եթե հույսդ փողի վրա է, փողի հետ էլ կկորչի։ Իսկ եթե քո հույսը Քրիստոսի վրա է, ուրեմն ամեն բան ապահով ձեռքերում է, որովհետև քո հույսը հիմնված է ոչ թե ավազի վրա, այլ ժայռի վրա։ Աստված իրեն զավակներին չի խոստացել, որ երբեք անապատ չի լինելու, բայց Աստված մեզ խոստացել է, որ անապատում մեր ձեռքը երբեք բաց չի թողնելու։ Ինչ ասաց Դավիթը Սաղմոս 23:4 խոսքում։ Ասեց, թեկուզ մահվան շուքի ծորով անցնեմ, չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, Տեր։ Ու եթե ուշադրություն դարձնենք, Դավիթը չասեց, որ ինքը կանգնելու է ծորում, այլ ասեց մահվան շուքի ծորով էլ անցնեմ։ Այսինքն, եթե մեզ թույլ է տրված անապատով անցնելու, ուրեմն ելք կա դուրս գալու համար, որովհետև անապատի մեջ գտնվելը դեռ մեր կանգառը չէ վերջնական։ Ու այսօր Տերը քեզ հարցնում է, ում վրա ես քո հույսը դրել։ Ու եթե քո պատասխանը Տերն է, ուրեմն չվախենաս ոչ մի անապատից, չվախենաս ոչ մի անպատասխան աղոթքներից, այլ ուղղակի սպասիր, որ անապատում Տերը քեզ ինչ-որ բան է սովորեցնելու եւ այդ անապատից հաղթանակած ես դուրս գալու։
Հիսուս իմ հայր սիրելի, լրիր մեղքերը մեր Տեր, մաքրիր սրբիր կործացիր, փառքիդ համար օգտագործիր, ուր էլ լինեմ ինչ էլ որ գա, գիտեմ կողքիս սերատ միշտ կա, թե անապատ էլ ես անցնեմ, դու ինձ գրկած կտանես